Չինական մեծ պարիսպը ձգվում է Չինաստանի հյուսիսային սահմանների երկայնքով, Լիաոնինգ նահանգից մինչև Գանսու նահանգ, այն անցնում է լեռնաշղթաների, անապատների և տափաստանների միջով։ Ամենաշատ այցելվող հատվածները գտնվում են մայրաքաղաք Պեկինի մոտակայքում։ Դրա առաջին հատվածները կառուցվել են դեռևս մ.թ.ա. առաջ 7-րդ դարում։ մ.թ.ա. 3-րդ դարում առաջին կայսր Ցին Շիհուանդին միացրեց առանձին պատերը մեկ համակարգի մեջ։ Դարերի ընթացքում տարբեր դինաստիաներ վերակառուցել են այն։ Այսօր կանգուն մնացած մասերի մեծամասնությունը կառուցվել է Մին դինաստիայի օրոք 1368-ից 1644 թվականներին։ Այն աշխարհի ամենաերկար ձեռագերտ շինությունն է, ընդհանուր մոտ 21,156 կիլոմետր։ Կառուցված է դժվարանցանելի լեռնային կատարների վրա, օգտագործելով ժամանակի համար բացառիկ լուծումներ, օրինակ կպչուն բրինձի շաղախը։ Դա միայն պատ չէ, այլ աշտարակների, ամրոցների և ազդանշանային կետերի բարդ ցանց։ Այն Չինաստանի հզորության, տոկունության և միասնության գլխավոր խորհրդանիշն է։ Պատի հետ են կապված բազմաթիվ չինական լեգենդներ, բանաստեղծություններ և ավանդազրույցներ։ Այն համարվում է մարդկային աշխատասիրության և նաև մեծ զողողությունների հուշարձան։ Այո, Չինական մեծ պարիսպը 1987 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Այն նաև ճանաչվել է որպես աշխարհի նոր 7 հրաշալիքներից մեկը։ Շատերը զարմանում են, թե ինչպես է պատը դիմացել դարերի փորձությանը։ Մին դինաստիայի ժամանակ շինարարները որպես շաղախ օգտագործել են կպչուն բրինձի շիլայի և կրի խառնուրդ։ Բրինձի մեջ պարունակվող ամիլոպեկտինը շաղախին տվել է արտակարգ ամրություն և առանձնահատկություն, ինչի շնորհիվ պատը դիմակայել է նույնիսկ ուժեղ երկրաշարժին։ Գոյություն ունի պարիսպի մի հատված, որը կոչվում է Հուանհուացզեն։ Այն եզակի է նրանով, որ պատի մի մասը գտնվում է ջրի տակ, ջրամբարի կառուցման հետևանքով։ Սա զբոսաշրջիկների համար սիրելի վայր է, որտեղ կարելի է նավակով մոտենալ կիսազուրկված աշտարակներին։ Շատերը կարծում են, թե պատն անվերջ է, բայց այն ունի հստակ վերջակետեր։ Արևելքում պատը հասնում է Բոհայ ծովին։ Այդ հատվածը կոչվում է Վիշապի գլուխ, քանի որ այն նման է ծովից ջուր խմող վիշապի։ Արևմուտքում պատն ավարտվում է Գոբի անապատի եզրին Ցզյայգուան ամրոցով, որը ժամանակին համարվում էր աշխարհի վերջը։ Պարիսպի որոշ հատվածներում, որոնք լքված են և չեն վերականգնվել, բնությունը հետ է խլում իրենը։ Կան հատվածներ, որտեղ պատն ամբողջությամբ ծածկված է կանաչով և թփերով, դառնալով բնական բլրի մի մաս։ Չինացիներն իրենց պարիսպն անվանում են Վան Լի Չանչեն, որը թարգմանաբար նշանակում է 10,000 լի երկարությամբ պատ։ Լին չինական չափան միավոր է, մոտ ջրամբողջին կիլոմետր, իսկ 10,000-ը չինական մշակույթում հաճախ օգտագործվում է անվերջություն կամ չափազանց շատ իմաստով։ Պատմաբանները նշում են, որ սա մարդկության պատմության մեջ ամենաերկարատև շինարարությունն է եղել։ Պատի վրա աշխատել են ոչ միայն պրոֆեսիոնալ շինարարներ ու զինվորներ, այլև գյուղացիներ ու բանտարկյալներ։ Որպես պատիվ շատ հանցագործների ուղարկում էին պարիսպը կառուցելու, ինչը հավասարազոր է մահապատժի։ Աշխարհի նոր հրաշալիքներից մեկը չինական մեծ պարիսպն է համարվում։ Պարիսպի երկարությունը 8851,9 կիլոմետր է, պատերի միջին հաստությունը 5,5 մետր, իսկ հիմքին